Ողջույն հանաբազորյա հացի սիրելի ընտանիք, թող Քրիստոսի սերը եւ խաղաղությունը բոլորիս հետ լան։ Ինչու դժոխք կգնշվի որպես հավիտենական պատիժ։ Սիրելիներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր պիտի մոտենանք թեմայինը, որ շատերու համար կամ ցավալի է, կամ մտահոգիչ, կամ լիովին մերժված է այս թեման։ Ինչու դժոխքը գնսվի որպես հավիտենական պատիժ։ Ժամանակակից մարդը դժոխքի մասին խոսքը կտեսնե իբրև հոգեբանական սպառնալիք կամ հնացած պատկերացում, բայց եթե մենք հավատքի մարդ ենք եւ կընդունենք Սուրբ Գրքի ճշմարտությունը, ապա չենք կրնար անդեսել այն իրականությունը, որ Տերը ինք հաճախ հստակորեն հայտնած է։ 1. Դժոխքի գաղափարին աստվածաշնչական աղբյուրները։ Դժոխքի գաղափարը ծագում ունի Քրիստոսի ուսուցումեն։ Ան ինք խստիվ կխոսի այս մասին։ Ըսելով Մատթեոս 10:28-ի մեջ. «Մի վախնաք անոնցմե, որ մարմինը կսպառնան, բայց հոգին չեն կրնար սպանել։ Վախցեք անոնցմե, որ հոգին ու մարմինը կրնան գործընծնել գեհենի մեջ»։ Քրիստոս բազմիցս կգործածե գեհեն բառը իբրև հավիտենական բաժանում Աստուծմե։